Եթե դուք սննդի մեջ ավելացնում եք կարմիր կծու պղպեղ, գիտեք, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա։ Պատմում եմ, թե ինչ անել, եթե շատ է այրում։ Դիտեք տեսանյութը մինչև վերջ, եւ մենք կծանոթացնենք ձեզ այս բույսի հրաշալի հատկություններին։ Կարմիր կծու պղպեղը այն կծու համեմունքն է, որն օգտագործվում է ուտելիք պատրաստելիս։ Այն լայնորեն կիրառվում է տարբեր շրջաններում, հատկապես Լատինական Ամերիկայի եւ Ասիայի բնակիչները առատորեն համեմում են իրենց ուտեստները։ Ինչու պղպեղը սուր եւ կծու հատկություններ ունի։ Այս հատկությունները բույսը ձեռք է բերել էվոլյուցիայի ընթացքում, պաշտպանվելու համար կենդանիների կողմից ուտվելուց։ Այն որոշվում է կապսաիցին նյութով։ Կապսաիցինը, բացի բերանի մեջ այրման եւ կրակի զգացումից, առաջացնում է նաեւ սրտի զարկերի արագացում եւ հաճույքի հորմոնների էնդորֆինների սինթեզ։ Հենց դրա պատճառով որոշ մարդկանց մոտ զարգանում է ֆիզիոլոգիական կախվածություն կծու ուտեստներից։ Պղպեղի սրությունը կախված է նրա աճեցման պայմաններից։ Օրինակ, խոնավ եւ տաք կլիմայում կապսաիցինի քանակը մեծանում է, քանի որ բույսն այդպիսով պաշտպանվում է սնկերից, որոնք լավ են բազմանում նման կլիմայում։ Այսպիսով, կարմիր կծու պղպեղի կծությունը որոշվում է ոչ միայն բույսի տեսակով, այլև աճեցման պայմաններով։ Ինչպես է կծու պղպեղը ազդում օրգանիզմի վրա։ Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր եւ վիտամիններ, սակայն իր դառը կծու համի պատճառով մեծ քանակությամբ օգտագործելը սահմանափակ է, ուստի նրա հանքային վիտամինային կազմը որոշիչ նշանակություն չունի։ Սակայն կապսաիցինի ալկալոիդի բարձր կոնցենտրացիան, որն ազդում է վանիլոիդային ընկալիչների վրա, այս ընկալիչները կարգավորում են օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաներ եւ կարող են հանգեցնել պաթոլոգիական գործընթացների, առաջացնում է հետեւյալ ազդեցությունները։ Ունի ցավազրկող էֆեկտ, օգնում է տարբեր տեսակի ցավերի դեպքում, քանի որ ազդեցությունը տարածվում է կենտրոնական նյարդային համակարգի միջոցով, բայց լավագույնս օգնում է գլխացավի, հատկապես միգրենի դեպքում։ Պայքարում է ուռուցքաբանական հիվանդությունների դեմ, կարող է արգելակել բջիջների մուտացիաների առաջացումը եւ կանխել գործընթացի տարածումը օրգանիզմում, նվազեցնում է ուռուցքային բջիջների բազմացման ինտենսիվությունը, ուժեղ հակաբորբոքային միջոց է, օրգանիզմը տաքացնելու շնորհիվ նվազեցնում է այտուցը, չեզոքացնում է բորբոքման գործոնները, ազդում է անմիջապես պատճառի վրա, ունի հակամիկրոբային ակտիվություն, ճնշում է բազմաթիվ միկրոօրգանիզմների աճը, այդ թվում հելիկոբակտեր բակտերիայի, որը պարազիտում է ստամոքսում եւ առաջացնում է քրոնիկ բորբոքում, խոց եւ նույնիսկ խաղցկեղ։ Օգնում է նիհարել, քանի որ երկարատև հագեցվածության զգացում է տալիս, նպաստում է ջերմության արտադրությանը, խթանելով նյութափոխանակությունը, առաջացնում է բիոքիմիական ռեակցիաների արագացում, որոնք ժամանակ առաջանում է ջերմություն, կարգավորում է արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի պարունակությունը, հետեւաբար մաքրում է անոթների պատերը եւ խթանում արյան հոսքը։ Խթանող ազդեցությունը տարածվում է ամբողջ օրգանիզմի վրա։ Խթանում է կալցիումի կլանումը ոսկրերի կողմից, հետևաբար հակազդում է օստեոպորոզին եւ օգնում է կոտրվածքների դեպքում ավելի արագ ոսկրային մոզոլի առաջացմանը։ Կարևոր դեր է խաղում հոգեհուզական վիճակում, քանի որ խթանում է ուրախության հորմոնների, էնդորֆինների սինթեզը։ Բարձրացնում է իմունիտետի պաշտպանական հատկությունները։ Խթանում է հակամարմինների սինթեզի հնարավորությունը եւ ակտիվացնում է ֆագոցիտոզը, օտարերկրյա գործակալների ոչնչացման բջիջների կարողությունը։ Հեռացնում է լորձը օրգանիզմից, հեղուկացնում է թացը, մաքրում է բրոնխները, խթանում է վերքերի ապաքինման հատկությունները։ Պղպեղի չիլիի բոլոր դրական հատկությունները պայմանավորված են նրա ջերմություն առաջացնելու եւ վանիլոիդ ընկալիչների վրա ազդելու կարողությամբ, ինչը առաջացնում է այրում եւ դրանով իսկ օրգանիզմում գործարկում է բազմաթիվ ռեակցիաների արագացում։ Տարեցների համար կարմիր սուր պղպեղը միջոց է, որը կարող է ապահովել ակտիվ եւ երկարատև կյանք երկար տարիներ։ Բայց ոչ բոլորին կարելի է օգտագործել կծու պղպեղ։ Ինչ հակացություններ կան։ Չի կարելի օգտագործել հետեւյալ դեպքերում. նյարդային համակարգի բարձր գրգռվածության դեպքում, չափից ավելի տպավորվող եւ էմոցիոնալ մարդկանց մոտ, խղիության ընթացքում, քանի որ առաջացնում է մկանների կծկում եւ կարող է հանգեցնել վիժման, կրծքով կերակրման ժամանակ, քանի որ կարող է գրգռել երեխայի աղիքները։ Հակացուցված է մարսողական համակարգի ցանկացած օրգանի սուր հիվանդությունների դեպքում, ստամոքս, կերակրափող, աղիքներ, լյարդ ենթաստամոքսային գեղձ։ Զգուշությամբ է կիրառվում սրտի հիվանդությունների դեպքում։ Ինչ անել, եթե շատ է այրում։ Որոշ տեսակի պղպեղներ նույնիսկ շփման ժամանակ կարող են առաջացնել մաշկի գրգռում եւ այրվածք։ Եթե այդպիսի պղպեղը հայտնվել է մաշկի վրա, անմիջապես լվացեք տեղամասը սառը ջրով։ Եթե շատ է այրում բերանի մեջ, խմեք մի քիչ կաթ, այն չեզոքացնում է զգայուն ընկալիչների վրա ազդեցությունը։ Սուր պղպեղը պետք է օգտագործել զգուշությամբ, չպետք է չափից շատ օգտագործել։ Դա կարող է հանգեցնել մարսողության խանգարման, ընդհանուր ինքնազգացողության վատթարացման։ Հիշեք, որ ամեն ինչում պետք է չափավորություն լինի։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ եք մտածում այս մասին։
Իսկ որpիսի չկորցնեք առողջության եւ երկարակեցության մասին նոր հետաքրքիր տեսանյութերը, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակի վրա եւ մի մոռացեք նշել, որ ցանկանում եք ստանալ բոլոր ծանուցումները։ Առողջություն եւ երկարակեցություն ձեզ։